We are gathering here today on a very special occasion, which is a lecture of Prime Minister of Armenia, Mr. Nikol Pashinyan. Your Excellency, welcome to PC. It is an honor and privilege for me to have this opportunity Մեծ պատիվ է նման հնարավորություն ունենալ եւ the story կիսվել of մի the պատմությամբ, peace խաղաղության պատմությամբ, որը հաստատվել է in the South Caucasus Հարավային Կովկասում Armenia and Azerbaijan, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ and with this very respected and renowned Այս շատ institution, հարգարժան եւ հայտնի international affairs. կառույցի հետ, միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ։ Peace process Դերևս եւ ուսամ գիտեք, որ խաղաղության գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև in իր the գագաթնակետին հասավ 8th of August in the capital of օգոստոսի United 8-ին Washington DC, ԱՄՆ-ի մայրաքաղաք in the Վաշինգտոն White քաղաքում House, եւ Սպիտակ տանը with the initiative and participation of the US President ԱՄՆ-ի նախագահ Donald Trump, Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ President of Azerbaijan, մենք Ադրբեջանի նախագահի հետ declaration ընդունեցինք համատեղ հռչակագիր the framework of peace between Armenia and Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին եւ այդ հռչակագրով between our country մեր երկրների միջև was established. խաղաղություն Of հաստատվեց։ course, Ինչ խոսք before the adoption of declaration, նախքան foreign հռչակագրի ministers ընդունումը of our countries, մեր երկրների արտաքին գործերի նախարարները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները President of the United States, ԱՄՆ-ի նախագահի, Azerbaijan, in my presence, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ նախաստորագրեցին peace agreement between խաղաղության Armenia համաձայնագիրը and Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ And Գիտեք, շատ կարևոր է նշել, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հիմնված է Ալմաթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Դա փաստաթուղթ է, որն ընդունվել է նախկին խորհրդային միության 11 հանրապետությունների կողմից, որում նշվում են երկու հիմնական սկզբունքներ, այսպես ասած, խաղի կանոնները փոխող գաղափարներ։ Առաջինը այն է, որ այդ հռչակագրի արդյունքում խորհրդային միությունը դադարում էր գոյություն ունենալ եւ խորհրդային հանրապետությունները դառնում էին անկախ երկրներ, պետություններ եւ ուստի հաստորագրված համաձայնագրում, որը վերաբերում է խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատմանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև կա հղում Ալմաթայի հռչակագրին եւ այդ համաձայնագրի առաջին հոդվածի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատելով, որ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ ճանաչվել են որպես այդպիսի միջազգային հանրության կողմից, կողմերը, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են եւ հարգելու են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգային սահմանների անխախտելիությունը եւ միմյանց քաղաքական անկախությունը։ Դա մեջբերում է նախաստորագրված համաձայնագրի առաջին հոդվածից, իսկ երկրորդ հոդվածը նույնպես շատ կարևոր է։ Առաջին հոդվածին լիովին հետևելով կողմերը հաստատում են, որ իրենք չունեն որևէ տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ չեն բարձրացնելու նման պահանջներ ապագայում։ Սա է խաղաղության ճարտարապետությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ ես դա ասել եմ, որ գործընթացը գագաթնակետին հասավ Վաշինգտոն քաղաքում ԱՄՆ-ի նախագահի մասնակցությամբ եւ իհարկե առանց նրա անձնական ներգրավվածության եւ նախաձեռնության
առանց ԱՄՆ նախագահի մասնակցության եւ ներգրավվածության խաղաղության գործընթացի վիճակը անորոշ կլիներ եւ միանշանակ է, որ նրա անձնական նախաձեռնությունը եւ անձնական մասնակցությունը ԱՄՆ նախագահի շատ կարևոր դեր խաղաց մեր տարածաշրջանում խաղաղության համար եւ հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականը առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան մահացության դեպքեր, զոհեր սահմանային շրջաններում հայկական եւ ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով եւ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում եւ ես կասեի հետեւյալը խաղաղությունը հիմա հետազոտվում է, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր երկու պետությունները փորձում են հասկանալ ուսումնասիրել, քանի որ գիտեք, խաղաղությունը մեզ համար անսովոր, անծանոթ բան է։ Կարող եք պատկերացնել անկախացման սկզբից ի վեր, մեր անկախացման սկզբի օրերից սկսած մենք չենք ունեցել խաղաղություն եւ հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպիսին է այն։ Եվ այժմ մենք ունենք իրական խաղաղություն, չունենք հրաձգություն սահմանամերձ շրջաններում, չունենք որևէ լարվածություն, եւ շատ կարեւոր է նշել, որ հիմա մենք անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ, քանի որ ներկայումս մենք ներմուծում ենք որոշակի նավթամթերք Ադրբեջանից եւ հիմա երկաթուղին Ադրբեջանի տարածքով անցնող բաց է իմիջայլոց առաջին անգամն է 90-ականների սկզբից ի վեր, որ գնացքը հասնում է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Դա նախորդ հոկտեմբերին եղավ, նախորդ տարվա հոկտեմբերին, եւ այդ պահից մինչ օրս գնացքներ են գալիս Ղազախստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից եւ խաղաղությունը հիմա կառուցման փուլում է, կարող ենք ասել։ Բայց ինչ խոսք, մենք շատ երիտասարդ խաղաղություն ունենք, որի մասին պետք է հոգ տանել եւ դա շատ կարեւոր է եւ դա է հիմնական գաղափարը, որը ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել եւ դրա համար մեզ անհրաժեշտ է որոշակի ջանք գործադրել եւ շարունակաբար ջանք գործադրել, քանի որ շատ լավ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ։ Ուստի շատ կարևոր է իմանալ ողջ պատմությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման, քանի որ ես արդեն ասացի, այն գագաթնակետին հասավ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Վաշինգտոն քաղաքում, բայց շատ կարևոր է ձեզ պատմել, թե ինչպես սկիզբ առավ խաղաղության գործընթացի այդ փուլը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, քանի որ կարծում եմ այդ գործընթացի համար 2022-ի հոկտեմբերի 6-ը շատ կարևոր ամսաթիվ էր։ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հրավերով մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահի հետ եւ այնտեղ մենք որոշեցինք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ քաղաքական անկախությունը հիմնվելով Ալմատիի հռչակագրի վրա, եւ դա սկզբնակետը եղավ
Այս գործընթացների, որոնք մեզ հանգեցրեցին խաղաղության։ Եվ շատ կարևոր է, որ Պրահայում մենք համաձայնեցրեցինք, որ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը կտեղակայվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, այլ շատ կարևոր պահ էր, որը իհարկե տեղի ունեցավ Լեհաստանի մասնակցությամբ եւ աջակցությամբ, ընդհանրապես Եվրոպական միության աջակցությամբ եւ անկեղծ ասեմ, դա իսկապես շատ կարևոր էր մեզ համար, քանի որ այդ որոշումը եւ Եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը որոշակի դաշտ տարածք բացեց մեզ համար, որպեսզի մտածենք եւ ավելի լայն դիտակետ ունենանք ներկայիս գործընթացին եւ իրավիճակին մեր տարածաշրջանում եւ դրանից հետո մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունեցավ Ադրբեջանի հետ մենք կարողացանք համաձայնեցնել Սահմանազատման եւ սահմանագծման համատեղ հանձնաժողովների գործունեության կանոնակարգը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ այդ փաստաթղթում եւս Ալմաթայի հռչակագիրը երկու կողմերն ընդունեցին որպես հիմնարար սկզբունք սահմանների սահմանազատման համար մեր երկրների, մեր պետությունների միջեւ եւ շատ կարեւոր է որ այս կանոնակարգը Պատմության մեջ առաջին միջազգային փաստաթուղթն էր, որը ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ հիմունքով եւ դրանից հետո այն վավերացվեց երկու պետությունների խորհրդարաններում եւ այդ կերպ ձեռք բերեց բարձր իրավաբանական ուժ Դա էլ շատ կարևոր անկյունակար կամ հիմնասյուն է մեր երկրների միջև խաղաղության գործընթացի համար։ Դրանից հետո եւս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ 2025-ի մարտի վերջին Ադրբեջանի հետ մենք կարողացանք ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները եւ այդ մասին հայտարարեցինք Մի քանի ամիս անց մենք ընդունեցինք համատեղ հռչակագիր իմիջայլոց Այդ հռչակագիրը ստորագրվեց նաև նախագահ Թրամփի կողմից Նա դա ստորագրեց որպես վկա եւ հաստատվեց խաղաղություն Ինչ խոսք մենք շարունակում ենք աշխատանքը Ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ եւ ներկայումս Խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղու կայացումը ընթացքի մեջ է դա շատ կարեւոր ռազմավարական ներդրումային ծրագիր է որը կապաշրջափակի Տարածաշրջանային հաղորդակցությունը, տրանսպորտը մեր տարածաշրջանում եւ շատ կարևոր կապակցում կստեղծի Կասպիական տարածաշրջանում, ինչպես նաեւ իհարկե Ադրբեջանի հիմնական մասը կկապակցի Նախճեվանի ինքնավար հանրապետության հետ եւ իհարկե դրա արդյունքում Հայաստանը նույնպես կապաշրջափակվի Համաձայնագիրը հետևյալի մասին է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան միմյանց հաղորդակցության ուղիներն օգտագործել ներպետական, այսինքն Ադրբեջանից Ադրբեջան, Հայաստանի տարածքով, Հայաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով եւ իհարկե նաեւ միջազգային տրանսպորտային հաղորդակցության եւ միջազգային տարանցման համար։ Բնականաբար դա նոր հնարավորություններ է բացում մեր տարածաշրջանի եւ մեր պետությունների համար, քանի որ գիտեք, ակնհայտ է, որ քաղաքական պայմանավորվածությունները շատ կարեւոր են խաղաղության հաստատման համար, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ
Ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել կայունության համար, քան նույնիսկ համաձայնագրերը եւ այլ բազաթղթերը։ Իհարկե, տնտեսական այդ գործոնները հիմնված են քաղաքական կամքի վրա երկու երկրների եւ երկու կառավարությունների եւ ավետիսն այն է, որ հիմա մենք տեսնում ենք, որ տնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, ինչը մեր տեսանկյունից ամրապնդում է խաղաղության զգացողությունը, քանի որ երկկողմ առևտուրը եւ այսպես ասենք, կարծում եմ ամենաուժեղ գործոնը խաղաղության եւ կայունության որևէ տարածաշրջանում կարող է լինել փոխկախվածությունները։ Միգուցե ներքին քաղաքական կյանքի իմաստով դա հաճելի չէ կամ հաճելի եզրույթ չէ եւ ես դա զգում եմ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ փոխկախվածությունները ավելի հուսալի գործոններ են։ Ուստի թրիփ ուղին, միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղին եւ տարածաշրջանային տրանսպորտի եւ հաղորդակցության բացումը իհարկե կամրապնդեն խաղաղությունը մեր տարածաշրջանում։ Ուստի շատ կարեւոր է նշել, որ հիմա ինչ է լինելու, ինչ է միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղին։ Ինչպես ասացի, դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում եւ այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արևելքը եւ արևմուտքը, այդ թվում նաեւ, ինչպես ասացի, Ադրբեջանի հիմնական մասը Նախճեվանի ինքնավար հանրապետության հետ եւ կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ, նաեւ ինչ խոսք այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության համար։ Քանի որ դուք գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ ունենք աշխարհում։ Եվ Թրամփի ուղին, այս ուղին, որը Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շատ կարևոր մաս է, նոր ճանապարհ, նոր մատակարարման ուղիղ ստեղծի արևելքից արևմուտք, Եվրոպական միությունից դեպի կենտրոնական Ասիա, կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական միություն, բայց դա միայն երկաթուղին չէ, բնականաբար խողովակաշարեր կլինեն այնտեղ եւ ես համոզված եմ, որ կլինեն խողովակաշարեր, բնականաբար էլեկտրական հոսանքագծեր, օպտիկա մանրաթելային կապ եւ այլն։ Այժմ մենք համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակը ԱՄՆ-ի հետ, այդ գործընթացում ենք հիմա եւ հունվարի 13-ին մեր կառավարությունները, Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունները իրականացման շրջանակը հրապարակեցին, Թրամփի ուղու իրագործման շրջանակը։ Ու դա շատ զգայուն նշբություն էր, որը շատ կարևոր էր ամբողջ այս գործընթացներում։ Այն, որ բոլոր ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի այն երկրների իրավազորության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ներքո եւ իհարկե փոխադարձության սկզբունքը շատ կարեւոր է։ Ինչպես ասացի, այդ ենթակառուցվածքը օգտագործվելու է Հայաստանի կողմից ներքին եւ արտաքին կապի համար եւ Ադրբեջանի կողմից ներքին եւ արտաքին կապի համար։ Ինչպես արդեն ասացի, հիմա իհարկե մենք պետք է ամրապնդենք եւ ավելի ինստիտուցիոնալ դարձնենք խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բնականաբար գիտեք, որ ինչպես ասացի, մենք ապրել ենք
Թշնամանքի մթնոլորտում several decades. մի քանի And տասնամյակ it isn't possible եւ to հնարավոր չէ switch պարզապես off the bottom and change անջատել everything. կոճակը եւ ամեն ինչ But փոխել։ from the other Բայց side, մյուս կողմից it is obvious ակնհայտ է, that որ the atmosphere is changing. մթնոլորտը փոխվում է։ And of course, this is Բնական է, very որ important սա շատ process կարևոր գործընթաց է, and led by two governments, որն առաջնորդում են the Armenia and Հայաստանի Azerbaijan. եւ Ադրբեջանի կառավարությունները, You know that some բայց գիտեք, որ issues are remaining, ինչ խնդիրներ դեռ մնում են, some humanitarian issues, որոշ մարդասիրական խնդիրներ եւ այլն, քաղաքական, economic, տնտեսական եւ etc. այլն։ But we are sure Բայց մենք համոզված ենք, որ be successful մենք հաջողության կհասնենք եւ կլուծենք եւ արդյունքի կհասնենք եւ those issues. կլուծենք այդ խնդիրները։ The mood in our Տրամադրությունը region մեր is տարածաշրջանում changing իսկապես and, փոխվում է։ as I said, there is no Ինչպես ասացի, intention. լարվածություն Of course, չկա, բնականաբար we hope to մենք see հույս ունենք some real իրական changes, փոփոխություններ in the տեսնել relations between Turkey Թուրքիայի and Armenia. եւ Հայաստանի միջև And, հարաբերություններում։ during last years, we Վերջին տարիներին մենք are having quite active dialogue. բավական ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ։ Several times Ես մի քանի անգամ հանդիպել եմ with President Erdogan նախագահ and Էրդողանի last հետ year in June, անցյալ տարի I had, հունիսին first bilateral առաջին working visit երկկողմ to աշխատանքային Turkey, and այցս տեղի we ունեցավ have, Թուրքիա։ positive dialogue. Մենք շատ դրական But from the երկխոսություն other ունենք, side, բայց you մյուս know, կողմից Hungary situation գիտեք is հիմա quite mature. իրավիճակը բավական հասունացել է, Turn into որպեսզի something practical. գործնական You know that, unfortunately, բանի the border between վերածվի։ Armenia Դժբախտաբար գիտեք, and Turkey ինչպես գիտեք, Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը close փակված է since early 90s. 90-ականների սկզբից եւ մենք հույս ունենք The opening of border տեսնել սահմանի բացումը of Armenia and Հայաստանի եւ Turkey, Թուրքիայի միջև and եւ there are some projects կան connected նախագծեր, with transportation, տրանսպորտի հետ կապված նախագծեր։ trip route Մենք հույս ունենք, որ TRIP will ուղին continue its path շարունակի իր ուղին, իր ընթացքը եւ through Armenia and further Հայաստանի through տարածքով, Turkey հետո to Թուրքիայի European տարածքով Union. մինչև Եվրոպական And that is միություն։ our project, Դա է մեր and we are նախագիծը working եւ մենք on that. այդ ուղղությամբ աշխատում ենք։ Of course, Ինչ խոսք, we are thankful մենք to երախտապարտ our ենք neighbors մեր as well. հարևաններին եւս, It is քանի very որ important շատ to կարեւոր է state that նշել, our որ neighbors, մեր հարևանները Georgia, Վրաստանը եւ Իրանը were always supportive միշտ for this աջակցել են այս խաղաղության գործընթացին and we had opportunities to meet with Մենք ունեցել ենք հնարավորություններ in Iran, in ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպելու Իրանում, Վրաստանում, անգամ Թուրքիայում։ Ես կարծում եմ, որ all the countries of our մեր region, տարածաշրջանի they feel բոլոր պետությունները already they feel արդեն the benefit զգում են of peace. խաղաղության And օգուտները։ I'm sure Ես համոզված եմ, որ that this process այս will գործընթացը reconciliate, կհաշտեցնի the whole our region. ամբողջ մեր տարածաշրջանը։ People are asking Մարդիկ երբեմն հարց են տալիս, թե ինչու եւ ինչպես this peace with կարող է Azerbaijan Ադրբեջանի հետ այս խաղաղությունը became possible. հնարավոր And of դառնալ, course, ինչպես I այն think հնարավոր that դարձավ։ the factor Ես of իհարկե personal ասացի, որ engagement and participation of US ԱՄՆ-ի նախագահի անձնական ներգրավվածության եւ there is no doubt about նախաձեռնության գործոնը There are մճրորոշ եղավ եւ այդ some հարցում other կասկած չկա, factors կան as նաեւ well. այլ գործոններ։ because I think Գիտեք, ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց Հայաստանը եւ Ադրբեջանը հասկացան, that there can որ be a kind of common ground կարող է լինել common ընդհանուր interest, հայտարար, ընդհանուր meaning շահերի համար, այսինքն meaning that we should and can մենք կարող ենք եւ պետք է հետաքրքրված լինենք նրանով, each other որ independence, ամրապնդենք sovereignty մեկ-մեկու and state. անկախությունը, ինքնիշխանությունը եւ պետականությունը, քանի որ գիտեք շատ կարեւոր very important historic fact. պատմական փաստ գոյություն ունի։ Usually we are Մենք սովորաբար concentrated and կենտրոնանում ենք on
other part of facts. այլ փաստերի, History we have, որոշ այլ փաստերի վրա, բայց պատմության մեջ that փաստ in կա the նաև, որ beginning of 20th 20-րդ century, դարի with սկզբին Azerbaijan, we մենք got Ադրբեջանի հետ independence in the same time, նույն ժամանակ ձեռք բերեցինք անկախություն եւ անկախությունը in the կորցրեցինք same time. նույն ժամանակ։ Of course, they Իհարկե were not exactly ոչ թե in the ճիշտ same day, նույն but, օրը, բայց we got բայց մենք independence անկախությունը ձեռք բերեցինք during even in during 2 days. երկու օրվա And which is տարբերությամբ, very որը important in the շատ կարևոր է early 90s. We նաև 90-ականների սկզբին մենք անկախություն ձեռք բերեցինք, ինչպես ասել եմ, Almata Declaration. Ալմաթա երճակագրի արդյունքում And համաժամանակ this fact made us պայմաններում understand միաժամանակ that եւ այս maybe փաստը մեզ there is օգնեց հասկանալ, որ միգուցե there are some կան որոշ ties and կապեր connections between those two facts. այս երկու փաստերի Maybe միջև, the որ միգուցե statehoods of Armenia Հայաստանի and Azerbaijan պետականությունը եւ Ադրբեջանի can պետականությունը be interested կարող են on each other միմյանցով փոխադարձաբար, միմյանց գոյությամբ փոխադարձաբար շահագրգռված լինել եւ միգուցե նրանք կարող են որոշ ընդհանուր շահեր ունենալ, ընդհանուր սպառնալիքներ, ընդհանուր հնարավորություններ and obviously եւ ակնհայտ է, որ they are in common region. ընդհանուր մեկ And of course, տարածաշրջանում the ենք։ common prosperity, Բնականաբար stability, ընդհանուր and peace բարեկեցությունը, կայունությունը is եւ a խաղաղությունը very important ground շատ կարևոր for հիմքեր են understanding. And փոխմրնման I hope համար։ that, Ես հույս ունեմ, որ during this whole process, ամբողջ այս գործընթացում we will be able to մենք create կկարողանանք common understanding ընդհանուր in our պատկերացում ձևավորել I մեր mean, տարածաշրջանում։ not Մի only նկատի ունեմ ոչ Armenia, միայն Հայաստանի եւ but Ադրբեջանի, Georgia as well. միջև այլ նաև Վրաստանի հետ, քանի որ Our histories are մեր պատմությունները interconnected. փող շահկապված են, փոխկապակցված են եւ միանշանակ կարող են լինել որոշ հակասական կետեր, որոնք իհարկե կարող են գոյություն ունենալ շատ կարևոր կետեր հաշտեցման համար մեր պետությունների առաջնորդների դերն է որոշել, թե արդյոք մենք պիտի ավելի շատ կենտրոնանանք այն փաստերի շուրջ, որոնք մեզ բաժանում են, թե ավելի շատ կենտրոնանանք այն փաստերի վրա, իմիջիալոց նաև փնտրենք, որոնենք, դա էլ շատ կարևոր է։ Միգուցե այդ փաստերը չկան տեսադաշտում կամ մակերևույթին մոտ։ Մենք միգուցե պիտի փնտրենք այդ փաստերը, փորձենք գտնել եւ փաստացի հենց դա է տեղի ունեցել վերջին տարիներին եւ ինձ համար, անձնապես ինձ համար եւ մեր քաղաքական թիմի համար ակնհայտ է, որ կարող են հիմքեր գոյություն ունենալ ընդհանուր շահերի համար եւ ընդհանուր խաղաղության, ընդհանուր բարեկեցության, ընդհանուր ապագայի համար, քանի որ մենք բոլորս Հարավային Կովկասը համարում ենք մեր տունը եւ մեզ անհրաժեշտ է հոգ տանել Հարավային Կովկասի մասին եւ ես հավատացած եմ, որ այս գործընթացը սկիզբ է առել եւ անկեղծ ասեմ, իմ տպավորությունն է եւ իմ համոզմունքն է, որ այս խաղաղությունը եւ այս կառուցողական գործընթացը անշրջելի է։ Բնականաբար կլինեն եւ կան բազմաթիվ ուժեր մեր երկրներից դուրս, մեր տարածաշրջանից դուրս եւ մեր տարածաշրջանի ներսում, որոնք այնքան էլ
շահագրգռված չեն կայունությամբ եւ խաղաղությամբ, բայց մյուս կողմից I'm sure ես հավատացած եմ, որ we will be able մենք կկարողանանք this situation այս իրավիճակը and կառավարել make եւ our peace, մեր խաղաղությունը, stability, կայունությունը դարձնել հարատևելի։ and of course, we hope Ինչ խոսք հույս ունենք, որ the support of our ստանանք մեր միջազգային գործընկերների աջակցությունը եւ շնորհակալ ենք to our մեր international միջազգային գործընկերներին for supporting. մեզ աջակցելու համար։ Շնորհակալություն։